Կառավարությունը մտադիր է 15.2%-ով նվազեցնել պաշտպանական բյուջեն։ Պաշտպանության նախարարությանը 2026-ին 563 միլիարդ դրամ կհատկացվի, մոտ 1.5 միլիարդ դոլար։ Այս տարվա համեմատ ռազմական ծախսերը կկրճատվեն մոտ 265 միլիոն դոլարով։ Չնայած սրան, պաշտպանության փոխնախարարը վստահեցնում է, բոլոր բարեփոխումները շարունակվելու են։ Որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու եւ դա ընթացած իր տրամաբանական ավարտին հասնելու։ Պակասում է միջոցները, հանդարտյոք չի ազդելու ռազմական գնումների ծավալների Ես ձեզ խնդրեմ մի բան։ Նախ ի պաշտոնե ես ֆինանսա-բյուջետային այդ ոլորտային խնդիրներին չափից ավել ծանոթ չեմ եւ չեմ ցանկանա ոչ մասնագիտական հիմնավորումներ ներկայացնել, որոնք հետո կարող են քննարկման առիթ դառնալ։ Այդ դեպքում ինչու են կրճատվում պաշտպանական ծախսերը, Արման Սարգսյանը հստակ մեկնաբանություն չի տալիս։ Շնորհակալություն, ես կարծում եմ պատասխանեցի։ Նույն հարցը լրագրողները պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահին են ուղղում։ Ես այնքան եմ խոսելու այդ մասին դեռ ապագայում, հիմա ոչ, բայց ապագայում այդ բյուջեի քննարկման ժամանակ ես շատ եմ խոսելու եւ դուք հիմնավորված կասեմ, թե ձեր պատկերացումները այդքան էլ չեն համապատասխանում այդ թվերի տրամաբանությանը։ Այս թեմայով ասելիք չունի նաև հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։ Ինչու որոշվեց կրճատել պաշտպանական ծախսերը։ Պարտադիր չէ շատ ծախսես, պարտադիր է արդյունավետ ծախսես ու չգողանաս, ասում է Ալեն Սիմոնյանը։ Հնարավոր է նախաստորագրված փաստաթուղթն է այս փոփոխության պատճառը, հարցնում են ազգային ժողովի նախագահին։ Որևիցե մեկի կողմից պահանջ չի եղել նման բան, որը որ մենք հաշվի ենք առել եւ դրանից ելնելով նման որոշում է կայացվել։ Երկրորդը բոլոր որոշումները, բոլոր ռեֆորմները պայմանավորված են մեր երկրի շահից։ Մենք նույնիսկ, չգիտեմ, համազգեստ ենք փոխելու։ Պաշտպանության բյուջեն կրճատելուն զուգահեռ նախընտրական տարում գործադիրը մեծացնում է տարածքային կառավարման, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների ֆինանսավորումը։ Կիրականացվեն աղքատության նվազեցմանն ուղղված քայլեր, համայնքներում կավելանան սուբվենցիոն ծրագրերը։ Այս նպատակով 2026-ին նախատեսվում է ծախսել 2 միլիարդ դրամ, 2025-ի 1 միլիարդի փոխարեն։ Իսկ Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն։ 2026 թվականի պաշտպանության եւ անվտանգության բյուջեն 25-ի համեմատ ավելացել է 187 միլիոն դոլարով, հասնելով 5.1 միլիարդ դոլարի։ Բյուջեում այս ծախսերի կշիռը կկազմի 21%։ Իզաբելա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։